Մի քանի ամիս առաջ պատգամավոր Գեղամ Մանուկյանը խորհրդարանում հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին. երբեք կամ Արարատ Միրզոյանի անունը փոխելու, կամ Արարատ Միրզոյանին հանելու արտաքին գործերի նախարարի պաշտոնից, որպեսզի թուրքերը հանկարծ չնյարդայնանան։ Ինչ տեղի ունեցավ։ Ալենը անջատել տվեց Գեղամ Մանուկյանի միկրոֆոնը, թե բա ինչու եք վիրավորում, ասաց չեմ վիրավորում, տրամաբանության մեջ է։ Տեսախցիկը թեքեցին Միրզոյանի կողմը, տեղից վրդովվում էր, ջղային շարժումներ էր անում, իբր անհարմար է, ինչ եք ասում, չեք համաչում։ Մի խոսքով պատգամավորի ասածը դիտվեց վիրավորանք։ Իմիջիայլոց, որ թուրքական պետական հեռուստաընկերությունը Միրզոյանի անունը աղավաղված էր գրել, ըստ երևույթին հենց Արարատ չգրելու համար, սրանք չտեսնելու էին տալիս։ Ինչևէ, երեկ հայտնի դարձավ, որ Փաշինյանը կառավարության թաքուն որոշմամբ սահմանահատման կնիքից հանել է Արարատ լեռը։ Սա տեղի է ունեցել հինգշաբթի օրը կառավարության նիստում, չզեկուցվող հարցով։ Այսինքն, ժողովրդից թաքուն, գաղտնի, ինչպես որ սովորաբար անում են։ ՔՊԱ-ականներն այսօր ասում են ինտենսիվ աշխատում ենք թուրք պաշտոնյաների հետ։ Տեսնում ենք, այո, շատ ինտենսիվ եք աշխատում։ Ուշագրավ է, որ այդ փոփոխությունն արվեց թուրք բանագնացի Հայաստան այցի անմիջապես նախօրեին։